Հիշում եք ոնց ամեն ինչ սկսվեց 15 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում միտինգ էր եւ այս անձը կանգնած բեմում բարձրաձայն գոռում էր. Ես մենակ Հայաստանի վարչապետը չեմ, ես ամբողջ Սփյուռքի վարչապետն եմ։ Հետո նա էլի ասեց. Հայաստանի օրակարգը ու Սփյուռքի օրակարգ տարբեր օրակարգ չկա։ Մենք ունենք մեկ ազգային օրակարգ, հասնել մեր ազգային նպատակներին։ Բոլորը ծափ տվեցին, բոլորը հավատացին։ Սփյուռքը մտածեց, մենք միասին ենք, մենք մի ընտանիք ենք, ու սկսեց ավելի շատ փող ուղարկել, բայց ժամանակը անցնում է։ Այսօր մենք տեսնում ենք, որ այն վաղտ ուրիշ բաներ ասում, հիմա լրիվ ուրիշ։ Փաշինյանը որոշեց կոտրել կապը Սփյուռքի հետ։ Ասում է, որ Սփյուռքը չպետք է խառնվի մեր գործերին։ Բայց Սփյուռքը տեսնում է, ոնց է երկիրը թուլանում, տեսնում է Արցախի կորուստը, տեսնում է աղքատությունը։ ԱՄՆ-ի, Լիբանանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հայերը մեծ ցավ են ապրում։ Առաջ ոչ մի հարց այսպես չի միավորել ամբողջ Սփյուռքին, եւ նրանք չեն ուզում լռել։ Բայց Փաշինյանը լռություն է պահանջում, լիակատար իշխանություն է ուզում, առանց հարցերի, առանց հարց տալու, առանց քննադատության։ Ողջույն, իմ անունը Արտուր Խաչիկյան է։ Հաստատ նկատած կլինեք, թե ոնց են էկրաններից հիմա փորձում փոխել մեր արժեքները ու ցույց տալ, թե ով է հիմա մեզ ընկեր, ով թշնամի։ Իշխանությունները վարպետորեն շեղում են մարդկանց ուշադրությունը իրենց սխալներից, զոհաբերելով մեր ազգային միասնությունը։ Այս թողարկման մեջ մենք կքանդենք ու կհասկանանք, թե ոնց եւ ինչի երկրի ղեկավարությունը հստակ ոչնչացնում է կապը Սփյուռքի հետ։ Շատերը երևի չեն հասկանում։ Սփյուռքը մենակ դրսի հայերը չեն։ Դա մեր օրգանիզմի մի մասն է։ Դա մեր ձեռքերն են, որ աշխատում են մեզ համար ամբողջ աշխարհում։ Դա մեր ձայներն են, որ գոռում են մեր մասին, երբ մենք լռում ենք։ Դա մեր գրպաններն են, որ պահում են մեր ընտանիքներին Հայաստանում։ Հայաստանը փոքր երկիր է։ Մենք մոտ 3 միլիոն ենք։ Իսկ մեր Սփյուռքը 8-ից 10 միլիոն հայ է ամբողջ աշխարհում։ Նրանք մեզնից 3 անգամ շատ են։ Եկեք տեսնենք, որտեղ են ապրում մերոնք։ Հաշվարկներով Ռուսաստանում ապրում է մոտ 2.5 միլիոն հայ։ Սա ամենամեծ համայնքն է։ ԱՄՆ-ում մինչև 1.5 միլիոն, Ֆրանսիայում 500,000-ից ավել։ Սա մեծությամբ երկրորդ համայնքն է աշխարհում։ Վրաստանում մոտ 170,000 եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ հայեր ապրում են աշխարհի ավելի քան 100 երկրներում։ Սփյուռքն էլ մարդիկ են, ովքեր փող են ուղարկում Հայաստան։ Ամեն տարի դրսի հայերը միլիարդավոր դոլարներ են ուղարկում մեր հանրապետություն։ Համաշխարհային բանկի տվյալներով 2024 թվականին դեպի Հայաստան դրամական փոխանցումները կազմել են երկրի հնայի մոտ 5%, իսկ 2022 թվականին այդ թիվը հասնում էր հնայի 10.4%-ին։ Համեմատության համար ասեմ, աշխարհով այս ցուցանիշը միջինում ընդամենը 0.72% է։ Այսինքն Հայաստանի կախվածությունը Սփյուռքի փողերից 10 անգամ ավելի մեծ է, քան աշխարհում միջինը։ Հետազոտությունները ցույց են տալիս, հայկական ընտանիքների բոլոր ծախսերի մոտ 25%-ը ծածկվում է դրսից եկած փողերով։ Ամեն 4-րդ դրամը, որ ծախսվում է ուտելիքի, դեղերի, երեխաների, ուսման, ձմեռվա գազի վրա, Սփյուռքի փողն է։ Եթե այս փոխանցումները կանգնեն, հազարավոր ընտանիքներ պարզապես չեն գոյատևի։ Փողերի հիմնական հոսքը գալիս է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից։ Միասին նրանք տալիս են ընդհանուր ծավալի 77%-ը։ Սփյուռքը մեր դպրոցներն ու հիվանդանոցներն են։ Հայաստան համահայկական հիմնադրամն է։ Ամեն տարի հերոստամարաթոնի ժամանակ միլիոնավոր դոլարներ է հավաքում եւ ուղարկում Հայաստան։ Այսքան տարիների ընթացքում նրանք հարյուրավոր միլիոններ են հավաքել։ 2020 թվականին Արցախի պատերազմի ժամանակ Սփյուռքը ու տեղի հայերը ավելի քան 150 միլիոն դոլար հավաքեցին։ 2024 թվականին Քեզ համար Հայաստան մարաթոնը հավաքեց ավելի քան 15 միլիոն դոլար ամբողջ աշխարհից կարևոր նախագծերի համար։ Դա հիվանդանոցների կառուցումն է, սահմանամերձ գյուղերում ջրագծերի քաշումը, դպրոցներում արևային կայանների տեղադրումը։ Այդ փողերով ճանապարհներ են սարքում, դպրոցներ եւ հիվանդանոցներ են բացում։ Գյումրիում պլանավորում են կառուցել բնակելի շենքեր արցախցի գորգագործների ընտանիքների համար եւ արցախցի մշակութային ժառանգության կենտրոն։ Իսկ Բալահովիտում բնակարաններ պատերազմի հաշմանդամ վետերանների եւ նրանց ընտանիքների համար։ Սփյուռքը մեր հիշողությունն է։ Նրանք ամեն օր աշխարհին պատմում են հայոց ցեղասպանության մասին։ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում միտինգներ են անում, խոսում են քաղաքական գործիչների հետ, հասնում են ճանաչման։ Առանց նրանց աշխարհը կասեր մոռացեք դրա մասին։
Բայց Սփյուռքը ասում է, չէ, մենք հիշում ենք։ Նրանք պահպանում են լեզուն, երգերը, պարերը, ավանդույթները, փոխանցում են իրենց երեխաներին։ Հաշվարկներով աշխարհում գործում է մոտ 1000 հայկական դպրոց։ Սփյուռքը մեր արմատներն են։ Առանց արմատների ծառը չորանում է։ Սփյուռքը մեր ուղեղն է։ Շատ դրսի հայեր հաջողակ բիզնեսմեններ են, գիտնականներ, բժիշկներ, ինժեներներ։ Նրանք գիտելիք են բերում, գործարաններ են բացում, գործ են տալիս մարդկանց։ Ամենահաջողված հայկական ստարտափները Pixart, Service Titan, Gecko Robotics ստեղծել են սփյուռքը հայերը։ Նրանք միլիարդավոր դոլարներ են բերում տնտեսություն։ Աշխատատեղեր են ստեղծում, բարձրացնում են Հայաստանի անունը աշխարհում։ Մի հայ Ռուսաստանից Շիրակում ֆաբրիկա է սարքում, 20 ընտանիք աշխատավարձ է ստանում։ Մեկը Ամերիկայից 55 պրոյեկտ է բերում, 100 երիտասարդ Երևանում նորմալ փողով աշխատում է։ Սփյուռքը մենակ փող չի ուղարկում, նա օգնում է արժանապատիվ ապագա կառուցել։ Բայց վատ նորություններ էլ կան։ Օտարերկրյա ներդրումները Հայաստանում ընկնում են։ 25 թվականի առաջին կեսին օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 48 միլիարդ դրամ, սա մոտ 125 միլիոն դոլար է։ Համեմատության համար 24-ի առաջի կեսին եղել է 107 միլիարդ դրամ, 279 միլիոն դոլար։ Անկումը ավելի քան 2 անգամ է։ Չէ որ ներդրումները աշխատատեղեր են, սրանք նոր գործարաններ են ու նրանք գնում են երկրից։ Սփյուռքը օգնում է դժվար պահերին։ 20 թվականի պատերազմի ժամանակ մենակ Հայաստան հիմնադրամով հավաքվեց ավելի քան 150 միլիոն դոլար։ Մարդիկ ձեռքերը ծալած չնստեցին, նրանք գործի անցան։ Փաշինյանը կտրում է այս կապերը, որովհետև Սփյուռքը չի լռում, իսկ ինքը քննադատությունից վախենում է, ուզում է մնալ միակ ձայնը, ուզում է միաձայնյա իշխանություն, առանց կողքից նայող աչքերի։ Նա վախենում է, որ Սփյուռքը կօգնի Հայաստանի մարդկանց ճշմարտությունը ասել, վախենում է, որ մարդիկ ուրիշ ձայն էլ կլսեն եւ իրեն չեն հավատա։ Ուզում է լինել միակ ղեկավարը, առանց ընդդիմության, առանց դրսից եկող քննադատության։ Սփյուռքը դա ուրիշ ձայն է, անկախ փող է։ Կան կազմակերպություններ, որ իրեն չեն ենթարկվում, ու հենց դա էլ իրեն ջղայնացնում է։ Իսկ ո՞նց է դա անում։ Ձևերը պարզ են։ Առաջինը բառերով։ Ասում է Սփյուռքը մեր կյանքը չգիտի, նրանք հեռու են, չեն հասկանում, խառնվում են իրենց գործը չեղած տեղը։ Իր աջակիցներն էլ նույնը կրկնում են հեռուստացությունով, ինտերնետով, միտինգներում, ու մարդիկ կամաց-կամաց սկսում են հավատալ։ Երկրորդը գործերով բարդացնում է վիզաների հարցը, փակում է Սփյուռքի ծրագրերի ճանապարհը Հայաստանում։ Սփյուռքի կազմակերպություններին ասում է օտար գործակալներ, այն դեպքում, երբ նրանք տասնյակ տարիներ օգնել են երկրին։ Երրորդը սուտն է։ Ասում է, թե Սփյուռքը ֆինանսավորում է ընդդիմությանը, թե Սփյուռքը ուզում է իշխանությունը գցել, բայց ոչ մի ապացույց չկա, դա էլ է սուտ։ Չորրորդը արհամարանքն է, չի պատասխանում նամակներին, չի հանդիպում Սփյուռքի առաջնորդների հետ։ Ձև է անում, թե Սփյուռքը ընդհանրապես չկա։ Սփյուռքը մեր ուղեղն ու սիրտն է դրսում, դա մեր պատմական հիշողությունն է, մեր արմատներն են, մեր լեզուն է, երգն է, ավանդույթն է, ցեղասպանության մասին մեր ճշմարտությունն է։ Եթե եւս կապը կտրենք, հիշողությունն էլ կկորցնենք։ Սա Հայաստանի քանդման ծրագրի մի մասն է։ Փաշինյանը ուզում է թույլ, մոռացված, մենակ մնացած երկիր, առանց անցյալի, առանց աջակցության, առանց դրսում հնչող ձայնի։ Ինչու են դրսում ապրող միլիոնավոր հայեր դրա դեմ։ Բոստոնից մինչև Փարիզ, Սոչից մինչև Բեյրութ, բոլորը գրեթե նույն բանն են ասում։ Պատճառ առաջինը Արցախի պատերազմի սխալներն են։ Սփյուռքը սեփական աչքով տեսավ տարածքների կորուստը։ Սփյուռքի միլիոնավոր հայեր քննադատում են Փաշինյանին իր սխալների ու սադրանքների համար։ Քննադատում են Ադրբեջանի հետ նվաստացուցիչ բանակցությունների համար։ Լոս Անջելեսում ու Գլենդեյլում հայերը դուրս էին գալիս ցույցերի, պաստառներով։ Արցախը հանձնված է։ Պատանդներին թողել են։ Երբ Փաշինյանը 25 թվականին գնաց Վաշինգտոն, նրան բողոքի ակցիաներ են դիմավորել։ Հենց դիսպանատան կողքը։ Սփյուռքը հիշում է։ Եվ նա այդ դավաճանությունը չի ներել։ Պատճառը երկրորդ՝ տնտեսությունը ու աղքատությունը։ Գները աճում են, աշխատավարձերը փոքր են։ Սփյուռքը տեսնում է, որ կառավարությունը երկրի խնդիրները չի լուծում։ Հարստանում են մենակ Փաշինյանի շրջապատի մարդիկ։ Ընդ որում, հենց Սփյուռքի փոխանցումներն էին երկիրը ջրի վրա պահում, բայց խնդիրները չեն լուծվում։ Գործարանները փակվում են, երիտասարդները գնում են երկրից։ Սփյուռքը սա տեսնում է եւ հարցեր է տալիս, բայց պատասխան չկա։ Պատճառ երրորդը միանձնյա կառավարությունն է։ Փաշինյանը փակում է քննադատության ճանապարհը,
Լրագրողները, փորձագետները, ընդդիմությունը ոչ մեկը չի կարող հանգիստ ասել ճշմարտությունը։ Սփյուռքը տեսնում է, որ ամբողջ իշխանությունը մեկ մարդու ձեռքում է։ Նրանք տեսնում են, որ Հայաստանը կամաց-կամաց դառնում է մի մեծ բանտ։ Ժողովրդավար երկրներում ապրող հայերը լավ գիտեն, երբ իշխանությունը սկսում է փակել ու ճնշել մրցակիցներին, դա արդեն ժողովրդավարություն չէ, դա բռնապետության ճանապարհ է։ Պատճառ 4. Հարձակումը եկեղեցու վրա։ 25 թվականին Փաշինյանը պատերազմ սկսեց հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հոկտեմբերի 15-ին Արագազոտնի թեմում խուզարկություններ եղան։ Մի խումբ հոգևորականների տարան քննչական կոմիտե։ Եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանին 2 ամսով կալանավորեցին։ Եպիսկոպոս Միքայել Աջապահյանին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման։ Փաշինյանը տաճարներին ասում է աղբով լի պահեստներ, իսկ եպիսկոպոսների ժողովը բաց տեքստով մեղադրեց իշխանությունը համակարգված հակաեկեղեցական արշավի մեջ ու հայտնաբերեց, որ վարչապետը վաղուց ատելություն եւ անհարժողականություն է տարածում եկեղեցու հանդեպ։ Սփյուռքի համար սա արդեն բոլոր սահմաններից դուրս էր։ Ինչու՞։ Որովհետև դրսում ապրող հայի համար եկեղեցին պարզապես շենք չէ։ Դա մշակութային կենտրոն է, դա կապ է հայրենիքի հետ։ Մարդը կարող է 3 սերունդ ապրած լինել, անգլերեն եւ հայերեն լավ չիմանալ, բայց ինքը գիտի, կիրակի օրը գնում է հայկական եկեղեցի։ Երբ Փաշինյանը հարվածում է եկեղեցուն, նա անձամբ հարվածում է Սփյուռքի ամեն մի հայի, ու նրանք ասում են՝ դու դավաճանում ես մեր հավատքին եւ մեր պատմությանը։ Պատճառ 5. Սփյուռքի հետ կռիվն է։ Փաշինյանը մտել է հակամարտության մեջ դրսի հայերի հետ։ Կազմակերպությունները, որոնք օգնում էին դպրոցներին, հիվանդանոցներին, մշակութային ծրագրերին, հիմա հանկարծ թշնամի են հայտարարվում։ Մարդիկ, որ միլիոնավոր դոլարներով ճանապարհ էին կառուցում, կլինիկաներ էին բացում, հիմա կոչվում են օտար գործակալներ։ Սփյուռքի համար Փաշինյանը այն մարդն է, որը թուլացրեց երկիրը ու մեզ անպաշտպան թողեց։ Ուրիշ խոսքով, Բոստոնից մինչև Փարիզ, Սոչիից մինչև Բեյրութ, Սփյուռքը մի բան է տեսնում։ Փաշինյանի տարիներին Հայաստանը թուլացավ։ Մենք կորցրեցինք Արցախը, կորցրեցինք վստահությունը։ Տնտեսությունը երկար պահվեց դրսից եկած փողերով, բայց դա էլ վերջացավ։ Դատարանները աշխատում են վարչապետի համար։ Եկեղեցին հարվածի տակ է։ Սփյուռքը հիմա չի վիճում, թե Երևանի որ թաղամասում այգի սարքի։ Նրանք վիճում են շատ ավելի ծանր հարցի շուրջ։ Արդյոք Հայաստանը ընդհանրապես մնալու է։ Եվ այդ վեճում նրանք բոլորը գրեթե հայտնվել են նույն կողմում։ Ու նրանց մոտ գրեթե կասկած չկա, որ եթե Փաշինյանը մնա, Հայաստանը կարող է նույնիսկ անհայտանալ աշխարհի քաղաքական քարտեզից։ Փաշինյանը մեզ իրար հետ կռվածնում է, ասում է, թե Սփյուռքը հեռու է, չի հասկանում։ Ոնց կարող ենք դրա դեմը առնել։ Առաջինը ճշմարտությունը բարձրաձայն ասում ենք։ Ամեն օր Instagram-ում, խոհանոցում, գործի տեղը մենք մի ժողովուրդ ենք, Սփյուռքը մենք ենք։ Երբ մեկը ասում է Սփյուռքը մեր թշնամին է, իրանք բան չեն հասկանում։ Միանգամից հանգիստ ու հաստատակամ պատասխանում ենք։ Մենք մի ժողովուրդ ենք, մենք մի ազգ ենք։ Բարձրաձայն ասված ճշմարտությունը շատ արագ է տարածվում։ Երկրորդը, կապ պետք է պահպանել։ Պարզապես վերցրեք ձեր հեռախոսները եւ զանգեք ձեր հորեղբորը Լոս Անջելեսում, կամ գրեք ձեր քրոջը Ռոստովում կամ Փարիզում։ Ասեք այս պարզ բառերը. մենք կողմ չենք այն ամենին, ինչ անում է այս անձը։ Մենք ձեր հետ ենք։ Եվ զանգերը եւ այդ նամակները թելերի պես են, իրանք կապում են մեզ, չեն թողնում, որ մենք միմյանցից կտրվենք։ Երրորդը, կիսվում ենք լավով։ Պատմեք դեպքեր, որոնք բոլորը գիտեն, բայց լռում են, թե ոնց Սփյուռքը նոր դպրոց սարքեց Հայաստան հիմնադրամի միլիոններով, թե ոնց Ֆրանսիայի բարեկամը թանկարժեք դեղեր ուղարկեց հարևանիդ համար։ Թող մարդիկ իրենց աչքով տեսնեն, Սփյուռքը թշնամի չէ։ Չորրորդը, թույլ չենք տալիս մեզ խաբել։ Չենք մոռանում պատմությունը։ Երբ իշխանությունը ասում է Սփյուռքը խառնվում է իր գործը ջեղած տեղը, միանգամից պետք է հիշենք 19 թվականի օգոստոսի 5-ը Ստեփանակերտը, այն միտինգը։ Փաշինյանը ինքն է բեմում կանգնած գոռում. ես ամբողջ հայկական Սփյուռքի վարչապետն եմ։ Մենք ունենք մեկ ազգային օրակարգ, իսկ հիմա ինքն է Սփյուռքի գլխավոր թշնամին։ Սա քաղաքականություն չի, սա երկրի մասին հոգ տանել չի, սա սովորական մանիպուլյացիա է։ Մենք տեսնում ենք ոնց են փոխվում բառերը, երբ մարդուն լիակատար իշխանություն է պետք։ Եկեք ճշմարտության աչքերին նայենք։ Ինչ կլինի, եթե Փաշինյանը հասնի իր ուզածին։ Եթե Սփյուռքը երես թեքի մեզանից, եթե կապը ընդմիշտ կտրվի։ Առաջինը, մենք կորցնում ենք մեր
Փողը, տարեկան միլիարդավոր դոլարներ, սա նվեր չի, սա կյանք է, այդ փողերով դպրոցներ են սարքվում, դեղեր են առնվում, վիրահատություններ են կատարվում, ճանապարհներ են կառուցվում, առանց այդ փողի հազարավոր ընտանիքներ կմնան առանց օգնության։ Երկրորդը, մենք կորցնում ենք մեր ձայնը աշխարհում, երբ ՄԱԿ-ում կամ Եվրոխորհրդարանում քննարկում են Հայաստանը, ով է խոսում մեր փոխարեն, Սփյուռքը, իրանք կապեր ունեն, լոբիստների համար փող ունեն, ձայներ ունեն։ Առանց իրանց մեզ ուղղակի չեն լսի, մեր խնդիրները ոչ մեկի պետք չեն, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն տարի ավելի բարձր են ասում, ոչ մի ցեղասպանություն չի եղել։ Առանց Սփյուռքի ով իրանց կպատասխանի, ոչ մեկ։ Երրորդ, մենք կորցնում ենք մեր հիշողությունը։ Սփյուռքը մեր պատմության պահողն է։ Հենց իրանք են ամեն տարի բարձրացնում ցեղասպանության հարցը։ Իրանք չեն թողնում աշխարհին մոռանալ, թե ինչ է եղել 1915 թվականին։ Եթե մենք կտրենք կապերը իրանց հետ, պատմությունը կջնջեն ու նորից կգրեն։ Արդեն գրում են։ Սփյուռքը չի թողնում, բայց առանց իրանց կթողնեն։ Չորրորդ, մենք կորցնում ենք կապը ապագայի հետ։ Դրսում ապրող հազարավոր երիտասարդ հայեր կարող են հետ գալ, կարող էին բերել գիտելիք, փող, կապեր, կարող էին ստեղ բիզնեսներ հիմնել, գործարաններ եւ դպրոցներ սարքել։ Բայց ինչու պետք է նրանք գան մեր երկիր, որտեղ իրանց չեն սպասում, որտեղ իրանց թշնամի են ասում։ Նրանք կմնան իրենց մոտ կամ կգնան ուրիշ երկիր, իսկ Հայաստանը կկորցնի իր լավագույն ուղեղները։ 5-րդ, տնտեսությունը վերջնականապես կփլվի։ Օտարերկրյա ներդրումները արդեն 2 անգամ ընկել են 25 թվականի համեմատ։ Ներդրողները չեն հավատում, որ կայունություն կլինի Հայաստանում։ Տեսնում են, որ իշխանությունը չի ուզում ընկերություն անել Սփյուռքի հետ, չի ուզում նորմալ հարաբերություններ սարքել աշխարհի հետ։ Ու նրանք գնում են երկրից, աշխատատեղերի հետ միասին։ 6-րդ, մենք թուլանում ենք։ Պատմությունը մեզ մի պարզ բան է սովորեցնում։ Հայաստանը գոյատևել է, երբ միասնական է եղել։ Հայաստանը կործանվել է, երբ հայերը սկսել են իրար հետ կռվել։ Հիմա այս անձը ամեն ինչ անում է, որ մենք իրար հետ կռվենք։ Սփյուռքը չի հասկանում մեր կյանքը, ասում է նա, սա սուտ է։ Սփյուռքը շատ լավ էլ գիտի, որովհետև ստեղ իրանց բարեկամներն են ապրում, իրանց ծնողները, իրանց քույրերը եւ եղբայրները։ Մեզ հաճախ ասում են, թե այսօրվա իշխանությունը Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, թե այս անձը եվրոպական ստանդարտներով դեմոկրատիա է կառուցում Հայաստանում։ Բայց եկեք ճշմարտության աչքերին նայենք։ Իսկական Եվրոպան ո՞նց է վերաբերվում իր Սփյուռքին։ Եվրոպական երկրներում հայրենակիցների համար հոգ տանելը միտինգի դատարկ խոսքեր չեն, դա օրենք է, դա հիմնական արժեք է։ Նայենք Հունգարիային։ Նրանք սահմանադրության մեջ հոդված D սևով սպիտակի վրա գրված է այնտեղ։ Հունգարիան պատասխանատվություն է կրում դրսում ապրող հունգարացիների ճակատագրի համար։ Պետությունը պարտավոր է օգնել նրանց, պահել ազգային դեմքը եւ զարգացնել համայնքները։ Բուդապեշտը մենակ փող չի ուզում նրանցից։ Նա իրավունքներ է տալիս, ակտիվ երկքաղաքացիություն է բաժանում։ Հատուկ կրթաթոշակներ է տալիս Սփյուռքի ուսանողներին եւ իրենց ընդգրկում կյանքի մեջ, երկրի կյանքի մեջ, հունգարական Սփյուռքի խորհրդի միջոցով։ Իսկ հիմա նայենք Լեհաստանին։ Այնտեղ լեհական Սփյուռքի այսպես կոչված Պոլոնիայի աջակցության ահռելի պետական ծրագիր գոյություն ունի։ Նրանք նույնիսկ պաշտոնական ազգային տոն ունեն՝ Պոլոնիայի եւ դրսի լեհերի օրը, որը նշում են մայիսի 2-ին։ Լեհաստանի կառավարությունը ու ԱԳՆ-ն ամեն օր Սփյուռքին ընդգրկում են երկրի կյանքի մեջ։ Ֆինանսավորում են իրենց դպրոցները, պահում են բիզնես կապերը, պաշտպանում են քաղաքական շահերը։ Եվրոպացիների համար իրենց Սփյուռքը երկրի հպարտությունն եւ ուժն է միջազգային դաշտում։ Իսկ ինչ է անում այս անձը։ Մի մարդ, ով խոսքերով այդքան ձգտում է եվրոպական արժեքներին, ինքը ճիշտ հակառակն է անում։ Հատուկ ոչնչացնում է այդ կապը եւ պատ է շարում Սփյուռքի հետ։ Օգնելու տեղը նա արգելում է Սփյուռքի լիդերներին մտնել հայրենիք։ Հիշեք 22 թվականի խայտառակ դեպքերը։ Իշխանությունները ուղղակի փակեցին սահմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի համար։ Նրան հայտարարեցին persona non grata։ Հետո երկիր չթողեցին Նիդերլանդերի հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին եւ նույնիսկ նրա աղջկան։ Ինչ է նրանց մեղքը։ Իրենք ուղղակի քննադատում էին այս անձին։ Իրանք պահանջում էին պաշտպանել Արցախը եւ համաձայն չէին պարտվողական քաղաքականության հետ։ Իշխանությունը քննադատելը դեմոկրատիայի հիմք է, բայց այս անձի համար ուրիշ մեթոդներ կան։ Նա վրեժ է լուծում։
Երկար դատական լսողություններ պետք եղան, որպեսզի ստիպել հայկական իշխանությունները հանել այս ապօրինի արգելքը եւ ջնջել Սփյուռքի գործիչների անունները անցանկալի անձած ցուցակներից։ Իսկական եվրոպական արժեքները ազգը միավորելն է, ուրիշի կարծիքը հարգելը, խոսքի ազատությունն է եւ աշխարհով մեկ քո մարդկանց պաշտպանելը։ Իսկ այն ինչ անում է այս անձը Սփյուռքի հետ մեր կապը խզելով, կոտրելով, դա եվրոպական չի։ Դա սովորական ավտորիտարիզմ է եւ վախ, անկախ ձայներից։ Փաշինյանը եվրոպական փորձը չի վերցնում։ Ինքը դա լրիվ մերժում է, Հայաստանը դարձնելով թույլ մեկուսացված երկիր, որի դռները շրխկացնում է սեփական քաղաքացիների երեսին։ Սփյուռքը չի լռում, եւ մենք էլ չենք լռելու։ 3 միլիոն ստեղ ենք, 8 միլիոն ընտեղ, 11 միլիոն, որոնք չենք թողնի, որ ոչնչանա Հայաստանը։ Շնորհակալություն, որ նայեցիք մինչև վերջ։ Կիսվեք այս վիդեոյով բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են լսել ճշմարտությունը։ Միասին մենք ուժ ենք, առանձին մենք ոչ մեկ ենք։